Գտնվում եմ Նորագավիթ Արտաշատի խճուղի M2 և դեպի Խարբերդ տանող P8 ճանապարհի խաչմերուկում, որտեղ արդեն պետք է լիներ էստակադա կամ տրանսպորտային հանգույց, բայց ավելի լավ է դիտեք ինքները։ Սկողական 191 զեկուցել Արտաշատի խճուղի M2 հյուսիս-հարավ միջպետական ճանապարհը H8 Նորագավիթի առաջին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի մասին։ Տեսակ ամսաթիվը 14 օգոստոսի 2023 թվական, նախընտրական շրջան, նախընտրական ամիս, բայց լսենք զեկույցը։ Պարոն Ավենյան, նախագիծ ամբողջությամբ 2 շաբաթից կունենանք ու արդեն կարող ենք շինարարության մրցույթ դնել։ Պայմանագիրը գնանք, դե տեսեք, պայմանագիրը կնքվել է 19 դեկտեմբերի 2023 թվական, 4 ամսից, շարունակենք դիտել։ Մի փոքր մանրամասնեք ինչի մասին է խոսքը, որովհետև շատ կարևոր նախագիծ է, շատ մեծ քանակի վթարներ են տեղի ունենում այդ հատվածում, մի փոքր ավելի մանրամասն ներկայացրեք, պարոն Գրիգորյան։ Արտաշատի խճուղի Նորագավիթ H8 հատվածի մասին է խոսքը հյուսիս-հարավ անցնելու։ Այս պահին մենք Արտաշատի խճուղին կապում ենք հյուսիս-հարավին, իսկ H8-ը, այսինքն Նորագավիթից դեպի Արտաշատի գյուղեր գնացող այդ ճանապարհը էլ խաչմերուկային խնդիրներ չենք ունենալու, պարոն Ավենյան, էստակադա ենք կառուցելու, որով ամբողջությամբ լուծելու ենք այդ վթարավտանգ տարածքի խնդիրը։ Սև կետը վերացնելու ենք այդտեղի։ Ասում է սև կետը վերացնելու ենք։ Թե ես երկրում մի հատ սև կետ կա, դա դուք եք։ Ձեր քաղաքական խմբակը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Շնորհակալ եմ։ Անցավ 2 տարի և 4 ամիս։ 2025 թվականի դեկտեմբերին Երևանի ավագանու ֆինանսավարական և տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հարց ուղղեցի Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար տիկին Անետա Բաբայանին։ Նորագավիթի հետ կապված, այդ հանգույցի հետ կապված։ Նորագավիթի շինարարությունն է կարգավորում մեկնարկել և եկող տարի մենք հավանաբար շինարարություն կմեկնարկենք։ Ակնկալում եմ, տիկին Բաբայան, հավանաբար անցնենք առաջ։ Երևան քաղաքի 2026 թվականի առաջի գործակարգավարականի ժամանակ հունվարի 12-ին նույն տիկին Բաբայանը զեկուցում էր։ Ուզում եմ այսօր հատկապես կենտրոնանալ Նորագավիթի հանգույցի վրա։ Ֆինանսավորումը ակնկալում ենք կառավարությունից եւ շինարարության գործընթացը, եթե կարողանանք ֆինանսավորումը հաստատումը ստանալ 26-27 թվականներին կարծում ենք ապահովել։ Էլի ակնկալում ենք տիկին Բաբայան։ Եթե կարողանանք ֆինանսավորում ստանալ, Էս ինչ կասկածամտություն է, էս ինչ անվստահություն է։ Տիկին Բաբայան, կներեք էլի, ամեն դեպքում ակնկալում ենք, տենց արդեն մի 4 տարի ակնկալում ենք, եթե ոչ ավել։ Ճիշտ է ասում։ Եկեք այն ծրագրերից դուք խոսեք, որոնց ֆինանսավորումը ունենք հաստատած, գոնե հեռանկարը ունենք էլի, եթե չունենք այս ֆինանսավորումը, անցեք առաջ, չկա ֆինանսավորում։ Չկա ֆինանսավորում, չկա։ Ամփոփելով արձանագրենք, որ 2023 թվականի օգոստոսին նախընտրական շրջանում Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ բարձրաձայնած հարցը, բարձրաձայնած ծրագիրը չի կատարվել, չի իրականացել եւ հարց է թե երբ կիրականանա։ Հիշեցնեմ, հյուսիս-հարավ ավտոճանապարհի Երևանով անցնող հատվածի 3 կետ խնդրահարույց են։ Մեկը սա է, այսինքն Նորագավիթի հատվածը, որտեղ պետք է տրանսպորտային հանգույց լինի, մյուսը հարավ-արևմտյան թաղամասում, որտեղ 250 մետր չեն կարողանում միացնել հյուսիս-հարավ ճանապարհը իրար, եւ երրորդը Աչափնյակ վարչական շրջանում, ուրեմն Գարաժ մոլի մոտ, որտեղ շրջանաձև երթևեկություն է, բայց պետք է լիներ էստակադա, կրկին տրանսպորտային հանգույց։ Լավ եղեք, սիրելի հայրենակիցներ, մինչ հաջորդ բացահայտում։